Պարոն Վարդանյան, կխնդրեմ նախոբելյանական օրվա արդիվ ձեր ուղերձը հանրությանը։ Մեր ուղերձը հանրությանը մենք ծանր ու դժվար ժամանակներ ենք անցնում, նախընթաց տարիները ողբերգական ու շատ ծանր կորուստների տարիներ էին, բայց այդ կորուստներն ու դժվարությունները մեզ ոչ թե պետք է հիասթափեցնեն, կոտրեն, այլ վերաիմաստավորեն մեր ճանապարհը, մեր ուղին, մեր մտածումները, որպեսզի կարողանանք միասնական, միահամուռ այս ծանր վիճակից դուրս գալ եւ մեր կորցրածը ետ բերել, որովհետեւ մենք այն ինչի միջով որ անցել ենք, այն ինչ որ կորցրել ենք, որպես ժողովուրդ, որպես ազգ չենք կարող համակերպվել, հաշտվել դրա հետ, որտեղ դրանք մեր կենսունակության աղբյուրներն էին եւ մենք այդ մեր աղբյուրների ապագայի շարունակականության մասին չենք կարող մոռանալ եւ ուրանալ։ Պարոն Վարդանյան, ըստ ձեզ որ փուլն է հայ հեղափոխական դաշնակցության պատմության մեջ ամենադժվարը եղել, որ այսպես ասած ակնառու է։ Տեսեք, դաշնակցության պատմության մեջ դաշնակցությունն ու հայ ժողովրդի պատմությունը իրարից տարանջատելը շատ դժվար է, կարելի ասել հայ ժողովրդի պատմության բոլոր դժվար ու ծանր ժամանակաշրջանները ու դժվարությունները, որքան որ մեր ժողովրդի համար ծանր ու դժվար են եղել, նույնակերպ, նույնաձև անդրադարձել է դաշնակցության առօրյայի, դաշնակցական առօրյայի վրա։ Տարբեր փուլերում նախընթաց 135 տարիների ընթացքում մեր ժողովուրդը բազմաթիվ դժվարություններ է տեսել, անցել, հաղթահարել եւ դրանց հետ միասին այդ դժվարությունները մեր ժողովրդի հետ միասին իր ծոցից ելած իր ժողովրդի զավակ դաշնակցությունն էլ իր հետ հավասար հաղթահարել եւ պայքարել է մեր ժողովրդի արժանապատվության եւ իրավունքների համար։ Պարոն Վարդանյան, պատմական տարբեր փուլերում ՀՅԴ-ն բախվել է տարբեր դժվարությունների, անցել տարբեր տեսակ փոթորիկներով եւ կանգուն, կայուն մնացել։ Ինչն է գաղտնիքը, ինչն է դրա նախադրյալը։ Տեսեք, դաշնակցությունը չի կարելի դիտարկել որպես զուտ կուսակցություն, դաշնակցությունը դա մարդու տեսակ է, էություն է, բնավորություն է, դաշնակցականությունը, դաշնակցական մարդու էությունն ու տեսակը հայ ազգի մեջ չի եղել դաշնակցության ստեղծման պահից հետո։ Այդ տեսակը մեր ժողովրդի մեջ եղել է, գոյություն է ունեցել մինչև նաև դաշնակցության ստեղծումը, ուղղակի դաշնակցության ստեղծմամբ այդ տեսակը ստացավ կազմակերպված ձև, բնույթ եւ ստացավ կազմակերպություն, որը կոչվեց հայ հեղափոխական դաշնակցություն։ Եվ դրանով էլ ձեր հարցի պատասխանը թե ոնց է որ գոյատևում է այդ տեսակը, ազգային տեսակը, արժանապատվություն ունեցող տեսակը, սեփական ժողովրդի իրավունքների համար պայքարող տեսակը մեր ժողովրդի մեջ եղել է, կա եւ լինելու է։ Հիմա ի պատիվ նաև դաշնակցության դա նաև կարողանում է ամփոփվել դաշնակցության մեջ։